Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, դրանում որևէ դրույթ միջանցքի եւ ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին չկա։ Խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտելով, Երևանի մոտեցումն ապաշրջափակման հարցում փոփոխություններ չի կրել։ Մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են։ Հայաստանի բոլոր երկաթուղիները, ճանապարհները մնալու են եւ գործելու են Հայաստանի ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան, վստահեցնում է Միրզոյանը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Բաքվի պահանջին, ըստ նախարարի, Հայաստանը Մինսկի խմբի հետագա գործունեության անհրաժեշտությունը չի տեսնի այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ ստորագրված կլինի խաղաղության պայմանագիրը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հստակ պատասխան չի տալիս հարցին Հայաստանը դուրս կբերի Եվրամիության դիտորդական առաքելությունը երկրից, նշելով միայն, թե այն պահին, երբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը, Հայաստանը Եվրամիության դիտորդական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի ու փոխշահավետ լուծումների կգնա։ Նշենք, որ Բաքուն Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդներին լրտեսներ է անվանում պարբերաբար տարբեր մեղադրանքներ հնչեցնելով։ Ինչ վերաբերում է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, Միրզոյանը վստահեցնում է, Հայաստանը շարունակում է ակտիվ աշխատանքներ ԱՄՆ նոր վարչակազմի նախագահ Դոնալդ Թրամփի նրա թիմի ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա, առաջիկայում կլինեն որոշակի նորություններ նույն ռազմավարական համագործակցության փաստաթղթով նախատեսված որոշ դրույթների կյանքի կոչման ուղղությամբ։ Մոտ ապագայում սպասվում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցը Երևան, հայտնել է Արարատ Միրզոյանը։ Նա հիշեցրել է, փետրվարին հնարավորություն է ունեցել Ժնևում հանդիպել իրանցի պաշտոնակցին, առաջիկայում եւս շփումներ նախատեսվում են։ 2024 թվականին Ադրբեջանը 12%-ով ավելացրել է ռազմական բյուջեն։ Երկրի վարչապետ Ալի Ասադովը կառավարության 2024 թվականի գործունեության զեկույցը ներկայացնելիս հայտարարել է. Նախորդ տարի Բաքվի առաջնահերթություններից է եղել պաշտպանունակության ամրապնդումը, բանակի նյութատեխնիկական բազայի արդիականացումը։ Այդ նպատակով հատկացվել է $300 միլիոն, 2023 թվականի համեմատ 12%-ով ավելի։ Հատկանշական է, որ ռազմական ծախսերը մեծացնող Բաքուն պարբերաբար Երևանին է մեղադրում ռազմականացման համար։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Վաշինգտոնը զգուշավոր լավատեսություն ունի ուկրաինական կարգավորման հեռանկարների վերաբերյալ։ Հաջորդ քայլերի հետ կապված որոշումները ըստ նրա կկայացվեն Մոսկվա այցելած հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի տեղեկությունների հիման վրա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիտկոֆը կայցելի Մոսկվա ռուսական կողմին համոզելու ստորագրել Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը։ Ուիտկոֆի օդանավն արդեն հեռացել է Ռուսաստանից, այն վայրեջք է կատարել Բաքվում։ Եվրամիությունը քննարկում է կամավոր հիմունքներով Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական հիմնադրամ ստեղծելու հարցը։ Նպատակը Հունգարիայի վետոից խուսափելն է։ Փետրվարին Եվրամիության դիվանագիտական ծառայությունն առաջարկել էր Ուկրաինային զինամթերք ուղարկելու սխեմա ստեղծել։ Հունգարիան մշտապես հրաժարվում է Եվրամիության ուղիներով մասնակցել Ուկրաինային աջակցելու ցանկացած սխեմայի։